Խոհանոցում եմ։ Արի։ Պապի, խնդրում եմ էլի Դավիթին չասես, թող չիմանա, որ ճամփրուկները հավաքել եկել էի։ Բայց ինչի։ Թող իմանա։ Չէ, ամաչում եմ, խնդրում եմ էլի չասես։ Ինչն ես խնդրում։ Որ պապին շարունակի գործանել, դու էլ կանգնած նայես ոնց է գործանում։ Դե պապին ասեց հաց սարքեմ։ Ինչի՞ համար ես ինձ վրա մունատ գալիս։ Դու էլ չասեցի, չէ, պապ ջան, թող ես կանեմ դու նստի հանգստացի։ Լավ, վերջ։ Դե պապի լավ էլի, ինչ վերջ։ Սենց եք անում էլի, որ գլխներից նստեց։ Թող էլի, թող ես կանեմ, մենակ հետս կռիվ մի արա։ Գնա նստի, պետք չի, իմ ասելուց հետո գաս անես։ Գնա նստի։ Կանի։ Սրանից հետո կանի։ Լավ, ես ու Նարեն մի հատ լավ բան ենք մտածել, կուզեմ որ իմանաս։ Ասա լսենք։ Դե ես ու Նարեն ուզում ենք մեր սեփական բիզնեսը ունենանք։ Փռի հետ կապված էլի։ Շատ լավ է։ Երևի դրա համար մեծ գումարներ են հարկավոր, տղա ջան։ Հա, մեծ գումարներ հետ է կապված ու այդ գումարները մենք կարանք Նարեի անունով բանկից վերցնենք։ Բարկով։ Ինչ կասես։ Սրտովը չի։ Ինձ օրինակ միտքը շատ դուր եկավ։ Դավիթ ջան, եթե իմ կարծիքն ես ուզում իրոք իմանալ, ասեմ անկեղծորեն, մի քիչ վախենալու է։ Խորհուրդ չէի տա տեսակ ռիսկի դիմել, բայց երկուստ էլ հասուն մարդիկ եք, ինչ ասեմ, դուք գիտեք։ Դե պապ իրականում հələ որ մտածելու փուլում ենք։ Տենանք ոնց կստացվի։ Աստված առաջ։ Դե հա, թե չէ ինչքան պետք է Դավիթը գրոշների դիմաց ուրիշի մոտ աշխատեր։ Ես քույրդ մտածում ա քո մասին։ Բարև ցավը տանը։ Մամջան ինչ կա։ Բան չէ, բալես։ Ուղղակի Լեոյի հոպարը Ով ջան, ցավը տանը։ Եկա տենան ոնց ես։ Ամել էդ ինչ է եղել, էդ ինչ պատմության մեջ եք ընկել, էդ ինչ դանակահություն եղել, այդ ցավը տանը։ Ճիշտ է, Լեոյից հարցնում եմ, Լեոյս ասում է հոպարս, քո գործը չի դու հանգիստ եղի, դե երեխեն անհանգստանում է էլի իմ համար։ Հələ դու ասա տենամ էդ ինչ կա։ Դե իրականում ճիշտ է ասում, անցած թեմա է։ Այն մեռնեմ կյանքիդ։ Ոնց անցած, ցավը տանը, միշտ անցած։ Տենց բաները տենց հեշտ չի անցնում։ Հիմա տարի նստի, պատմի տենամ էդ ինչ է եղել։ Հələ գոնե դու ինձ ասա, Լեոն թաքցում է, գոնե դու ինձ ասա։ Գիտես չէ, Լեոնի աշխարհն է։ Խոսանք հարց չկա։ Հեսա մամային ասեմ սուրճ տնի։ Չէ, ցավը տանեմ, ամեն ինչ լավ է, շնորհակալ եմ, պետք չի։ Չէ, ինչն է լավ, որ դատարկ սեղանին չենք նստի։ Հեսա կգամ։ Մամ, ինչ է եղել։ ուղղակի գլուխս մի պահ պատատվեց, ասի կամ ջուր խոհեմ, բալես։ Գնա պարկի։ Չէ, հեսա կացնի, ոչինչ։ Հաստատ մամ։ Լավ։ Բալես, ինչ ես ման գալիս։ Սուրճ չգացրի։ Ոյ, բալես, վերջացել է սուրճը։ Կարող է գնաս առնես։ Հա, բա ոնց։ Բայց իրան այնտեղ մենակ թողնենք։ Ոչինչ, միջև քաղցրավենիք բան հյուրասիրեմ, դու կգաս։ Լավ։
Բայց մենակ թե խնդրում եմ, այդ դանակարության հետ կապված կռիվ չանաս հետը։ Այ բալես ձեռ ես առնում։ Չէ, ես զգուշացնում եմ։ Ես քեզ լավ եմ ճանաչում։ Ջղայնանալու ես ու Ալավ։ Դե շուտ գնամ գամ։ Վովան իմ երեխեն է։ Իմ կյանքի իմաստն է։ Ես իհարկե չգիտեմ, թե դուք ինչ միտումով եք եկել, բայց Մեռնեմ կյանքիդ մի րոպե սպասի ցավը տանը։ Քանի որ Վովան էլ տանը չի, ես քո հետ հանգիստ խոսալու բան ունեմ, որովհետև լիքը տարիների կուտակված կա ներսս։ այդ ամեն ինչի մեջ մի պարզ ճշմարտություն կա։ Դուք ոչ մեկը չեկաք երեխու հետևից։ Ու ես այդ երեխուն պահեցի, մեծացրեցի։ Առաջին օրվանից, որ տեսա այդ երեխուն, իմ սիրտը մտավ, հասկանում եք, ու ինքը իմ երեխեն է։ Քույրիկ ջան, հանգստացի ցավը տանը։ Ոչ մեկ չի եկել ձեր երեխուն ձեզանից խլի։ Դու քո երեխեն կարաս լսես։ Չեմ ուզում լսեմ։ Պիտի լսես։ Որովհետև այն ինչ որ պիտի ասեմ, Վովայի ու քո շահերից է բխում։ Հա, մենք չեկանք երեխու հետևից, որովհետև աղբորս սպանեցին, Ռաֆիս։ Ռաֆը փողոցային կռիվների էր մասնակցում, խորացել էր դրա մեջ, անդադում էր փող աշխատել երեխու համար։ Գժվել էր, գազացել էր, չէին կարում էլ հետ պահենք, Ում մեր ասում էր փողով կռիվ անենք, բարեկամ հարևան էլ մեր դուռը չէին բացում։ Մի օր տվեց, մեկի քիթ մորոթը ջարդեց, արուն արեց, այդ մեկ անգավ կոմայի մեջ։ Այդ ընթացքում երեխու հետ կապված մեկից պարտքով փող էինք ուզել։ Այդ փողը տվեցինք, որ դրանք մեր վրա չբողոքեն։ Կգնայինք կկորեինք։ Շաբաթների ընթացքում խրվեցինք պարտքերի մեջ։ Հետո Ռաֆս մահացավ։ Այդ սաղ պարտքերը մնաց վզիս։ Է աղբերս է, պիտի անեի, ես էլ պատվով տղա թասիբով տղա եմ ցավը տանը։ Գնացի հորս մոտ, ասեցի այհեր, ես Մոսկվայի հիվանդանոցի հասցենա, գնա աղբորս բալի հետևից, հետաքրքրվի, մի բան արա, միջև ես տեսամ ուզեն Ռաֆիս պարտքերը ոնց են փագում։ Հերս վռնում ինձ ասում է, ես իրեքին եմ հազիվ պահում։ Այդ հիվանդին բերում ես, որ ոնց պահեմ, ես էլ մենակ տղա ցավը տանեմ, ճահել տղա, դրեցի ստենդե համբալություն անելով, ամեն բան արել եմ, որ աղբորս պարտքերը փագեմ, պատվով դուրս գամ, բայց ուշքում միտքս միշտ երեխես ա եղել, մարկս ա եղել։ Չեմ հավատում, Դավիթ պապին ա տենց բան ասել։ Հա, Դավիթ պապին, այդ բարի Դավիթ պապին ա ասել։ Հիմա ձեզ նորից եմ ասում։ Ինքը ինձ ասել է, որ տարիներ շարունակ փնտրել է երեխուն ու չի գտել։ Սուտ, խայտարակ սուտ։ Արա ես ինձ տեղը ամաչում եմ, սատին էլ չափ կա, սատին էլ ձև կա։ Ասեղեր էլի, ասեղեր կորավ։ Երեխա չէր, ասեղեր, բա ես ոնց գտա։ Օլգա ջան ցավը տանեմ, հələ անկեղծ ասա, ես ոնց գտա։ Մտքից դրի մի վարկյանում գտա, չէ։ Լավ։ Այսքան տարի հետո հիմա ինչ եք հիշել, որ եկել եք ստեղ դուք։ Ինձ են մեղադրում։ Հա, ցավը տանեմ, ինձ են մեղադրում։ Ավոյի ճակատին գրած է, ինչ էլ իրան պետք է մեղադրեն։ Ռաֆը սուրբ էր, մեր տան մեղավորը միշտ ես եմ եղել։ Օլգա ջան, այդ երեխուն ոնց տերելնեի։ Ռաֆի պարտքերը փագեի, երեխուն պահեի, ոնց անեի, հա։ Օր ու գիշեր աշխատել եմ։ Սոված ծարավ կյանք եմ ունեցել։ Այս պատմություններից այնքան հիվանդություն էի ձեռք բերել, հիվանդանոցներից դուրս չէի գալի։ Հիվանդանոցը լավ է, ես քանի անգամ եմ գնացել են աշխարհ հետ եկել։ Ամեն ինչ ալեմ, որ պատվով դուրս գամ ցավը տանը։ Օր ու գիշեր աշխատում էի։
24 ժամ։ Երեխուն բերեի ինչ անի։ Անտերուզուս դնեի տանը, հա։ Հորս ասացի գոնե դու տիրություն արա։ Տեսա որ չէ ախպեր։ Հրաժարվում է։ Մտածեցի գոնե հիվանդացում երեխան ապահով կլինի։ Տենց եմ մտածել։ Այնքան բաների միջով եմ անցել, չես պատկերացնի։ Իսկ բյուր գիտես ինչ ասեց։ Ինչ ես խառնվել իրար, ինչ ես քեզ կոտորում։ Էդի մեկը ապրող երեխա չի, հիվանդ է։ Այս երեքի բենից կտրեմ, գնամ հաստեմ Ռուսաստան, որ ինչ անեմ։ Հա, հորս ասած բառեր եմ ասում, ցավը տանեմ։ Իսկ ես իմ կյանքը տալով սաղի համար, էլի իմն է, իրանց ցավը տանեմ, տեր եմ լնելու, տեր եմ կանգնելու, բայց ես քեզ մի բան եմ ասում իմացի։ Եսա որ մի օր տենան, չէ՞, մի օր մարկիս տենան, ասում են վայ, ցավը տանեմ, բոյով բուսատով տղա, սաղ կյանքներս քեզ ենք մանեկել, սաղ կյանքներս տանջվել են, քո մասին ենք հարցրել, սուտա չհավատաս, քեզն ես կհանեն, այս պատմությունից կջնջեն կամենաս զարմացած, ոնց որ իմ հանդեպ արեցին, ինձ մի օր հանեց տալից ու լարեց, երեխեքին այնքան բանա իմ մասին պատմել, այդ երեխի հետ աշկոված չունեն, այսքան իմացար, մի բան էլ կասեմ, աղբորս հետ լավ նկար ունեի, մի օր դրեց ջնջելա, ճախելա, Ռաֆիս հետի նկարը ճախելա, իմը շպրտելա, Ռաֆինս պահելա, մի հավատա, ինքը բարիա ձևան է, բայց մի հավատա։ Ջաջավո ջան, ինձ կներես։ Բայց ծածաղուն քո սիրտը ուտի ցավը տանեմ, ներելու բան չկա, եսա դուրս եմ գալի։ Սպասի ինչ դուրս գալ, կոֆե կխմենք նոր կգնաս, մամ ջան մի հատ արի էլի։ Չէ, շնորհակալ եմ ցավը տանեմ, ամեն ինչ լավ է, էլի, դուրս եմ գալի։ Այս սպասի, հեսա եկանք։ Հոպ բարինա քաշել հյուրասեր տղայա։ Տես ինչ կեղբեմ են ստացել։ Ինչ է սիրունա, ես որտեղ է։ Վանաձորի թատրոնում։ Դու հիվանդանոցում էիր այդ ժամանակ։ Մի քանի օրով գնացի եկա։ Բայց նոր են պրեմիերա անում։ Խաղ ու պարա մի օրում բեմադրություն անեն։ Չոր բան կա ուտելու։ Ես դու աշկի սերը գնացել այն ես տեսը։ Դե հա, աղբերս, ոնց կլինի իմ օր առանց դրա սկսի Դավո ջան։ Իսկ դու էր գնացել թե ինքն էր եկել։ Ձեռս առնում։ Ես աղջիկն ինչ է ուզում է։ Դու գիտես ինքը գիտի ինչ է ուզում։ Դե հա, այսքան ոնց կարելի է։ Կերան ես երեխու կյանք։ Պապ, գիտես ոնց է եղել։ Այն հունանը տակը լցրեց, բաժանվեց։ Հիմա էլ հասկացել է որը որից հետո է, բայց դե արդեն ուշ է։ Հա, Իսակ ջան։ Լավ եմ։ Դու ասա։ Գալիս ես հաց ուտելու Դավո թե չէ։ Դու լեն ասալ այն որտեղ ես տեսը։ Աղբերս բերանս ես բացել տալիս։ Գալիս ես թե չէ։ Լավ, հանգստացի։ Եկա։ Ինչ։ Դու լրիվ ես քեզ տվե անցե աղջի։ Ինչ ես ուզում։ Այդ Յանի վեշերը դնում ուղարկում ես ռեստորան, հա։ Հա։ Բայց չես մտածում որ կարող է գամ հասնեմ մտը վերջդ վատ լինի աղջի։ Քեզ չափերիդ մեջ պայի մի հատ։ Այդ չափ կծողնել դու էիր։ Հա, ես եմ։ Մի գոռա։ Դու լավ եմ անում, գոռում եմ։ Լրիվ չափերը տա անցել ես շեշ ջոգում որ ձեռից տակ ես մնալու մի օր։ Ես քեզ sense spam։ Գրիշ, չես գալիս։ Մարդկա քեզ է սպասում, գնա գործերդ ավարտին հասցրու։ Հետո կզանգես, մեղ կա, մենակ ես թողել որ ինչ։ Լսի մանան։ Չեմ ուզում լսեմ։ Տականքի մեկն ես դու, հասկացար, էլ չզանգես։ Պաստորը։
Տենց կռիվ ա եղել, հա։ Այդ լակոտները քեզ դանակով խփել են։ Հա։ Բայց ինչից ա սկսվել, ինչ ա եղել, ինչ թեմա եղել։ Աղջիկա թեմա էր։ Բայց անցած գնացած պատմությունն է ձյաձավո հանգիստերի։ Տղերքը դրանց նենց օրը գցեցին, որ դժվար է լերեսները տենակ։ Ով։ Այ ամեռնում սարտիտ։ Եթե թեման շարունակություն ունի, ինձ տեղյակ ես պահում։ Այս լակոտներին կաշում ականջները ձգեմ։ Հասկացանք էլի թեմա, ցավը տանեմ։ Դանակով խփելը որս է։ Մենք ճայելություն չենք ունեցել, մենք կռիվներ չենք արել։ Մեր վախտով դանակ հասկացողություն չի եղել, ախպեր ջան։ Վով ջան, ցավը տանեմ։ Գործերը շատ խառն է։ Գլխից լցված է խեղդումը։ Գնամ տենամ ինչ են անում, չտանել մի բան ավիրեն, ախպեր ջան։ Դու քեզ լավ պահի։ Այդ վերքերդ հանկարծ չսառացնես, ավո հոպարը դրա քաշվածն լսում ես։ Դուք էլ լավ մնացեք։ Փորձում ենք, սենց էլ մնանք լավ ենք, ցավը տանեմ։ Օլգա ջան։ Շատ շնորհակալ եմ հյուրասիրության համար, ապրեք շատ, ինձ կներեք, եթե ինչ-որ մի բանով անհանգստացրել եմ, հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Քեզ լավ պահի ուժեղ տղա։ Ճանապարհ եմ գնում։ Շատ տարօրինակ կերպարա չէ։ Դե բալես, մարդ է էլի, երևի իրոք անհանգստացել է, եկել ա տեսնի ոնց ես։ Չգիտեմ, մի խոսքով, ես գնամ մի քիչ պարկեմ։ Հա, գնա բալես, գնա։ Դու լավ ես։ Լավ եմ։ Այս գլխապտույտներս գիտես, արագ լինում է ու անցնում է, անհանգստանալու բան չկա, եթե ինչ-որ խնդիր լիներ, ես անպայման բժշկի մոտ կգնայի, գիտես, ես վռած պանիկայի մեջ եմ ընկնում։ Լավ, մամ ջան, դե գնամ։ Գնա բալես։ Արավո ջան, հերիք է էլի, քո համար հանգիստ վեր ընկած էիր, ինչ մի բզբզեցիր ընկար պատմության մեջ։ Փաստորեն էդի ողջ ջան, հերիք չի սաղա մի հատ էլ Լեոյի մոտիկ ընկերնա, դե օրը մի կժվի ավո, եսա զանգելու է Լեոյին ու ասի հոպարատ մեր տուն էր եկել, դե արի արդարացում գտի, ինչ ես ասելու։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Երբ որ ես հեռախոսով եմ խոսում, սրանից հետո կողքից ձենդ չհերնի, հասկացար։ Նախ տոնդ փոխի, կինդ չի դիմացդ։ Լսի կանոջս անուն էլ երբեք բերնից հետ չլսեմ։ Դու ոնց որ արդեն կամած սկսում ես խառնել։ Ես անուն չեմ տվել, ու ոնց որ դու ես քիչ-քիչ սկսում խառնել, թե ում հետ ես շփվում։ Մտածում ես դիմացդ հասուն կայացած մարդը ու կարա պատասխանատվություն կրի իր արարքների համար, բայց մի հատ էլ դու ես մեղավոր դուրս գալիս։ Լսի, քո տեսակի հետ նոր չի որ ծանոթանում ենք, որ մի հատ է դրել ես այդ քո հեքիաթներով ինչ ճիշտ ու սխալ ես բացատրում։ Ուրեմն նորից եմ ասում, ինչ ասել եմ մեր շփման ամենասկզբում։ Ես թքած ունեմ ամեն ինչի վրա, որտեղ ապրում եմ այնպես, ինչպես որ իմ սիրտն է կամենում։ Ու հետո, կարծեմ ամենասկզբից ասել էի, զգուշացրել էի, որ այն ինչը որ խանգարում է քեզ այս ամեն ինչի մեջ, չպետք է այն բզով փաթաթես։ Վերջում էլ ավելացրել էի, չէ, որ ես ասում եմ բոլոր այն մարդկանց անկախ սեռից, ովքեր մտածում են, որ իրենց արարքների համար դիմացինն էլ պետք է պատասխանատվություն կրի։ Ապրես, մալացեց, նախորդ քեզ ապահովագրել ես փաստորեն, որ ինչ էլ անես չանես աչք փակեմ, հա։ Բա ասում էիր, որ տեսակից ծանոթ ես, չգիտեիր, որ սենց է։ Լսի ուրեմն, ես քո նման սենց լիքը սիրուն աղջիկներ եմ հանդիպել իմ կյանքում։
ու ամեն մեկը փորձել է այդպես իր ձևերով ինչ որ խաղեր, դա չիմանալով որ այդ սաղ խաղերը ես փոքրուց անցել եմ։ Նես որ հալովդ մնա էլի մի քիչ քեզ խելոք բայի։ Ինձ իրոք լավ չես ճանաչում։ Ոչինչ, դա ժամանակի հարց է։ Ներիր ինձ դեր։ Գիտեմ, որ մեր միությունը քո կամքն էր, բայց այս բեռն ինձ համար չափից դուրս ծանր է։ Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր զգալ ինչ է սերը, որ Լեոյի շնորհիվ ճանաչեցի քեզ քո ողջ մեծությամբ։ Ոնց այդ մեծ սերն էիր որպես աղոթքներիս պատասխան ինձ տվել։ Հիմա էլ աղաչում եմ, որ առանց դրա ապրելու ուժ տաս։ Ահովս։ Ինչ կա, ոնց ես։ Ոնց պիտի լինեմ աղբերս։ Տեսարելի ինչերի մեջ եմ։ Մեռնեմ թե ջոկում եմ ինչա կատարվում։ Ինձ թվում արդեն գժվում եմ։ Ճիշտ կլինի չկենտրոնանաս ու իրավիճակը բաց թողնես։ Մեկը մի օր ամեն ինչն էլ ջրի երես է դուրս գալիս։ Հիմա ինչ անեմ, նստեմ սպասեմ այդ մի օրը երբ է գալու։ Ոնց հասկանում եմ հիմա ուրիշ տարբերակ չունես։ Տարբերակ լիներ, ինձ այսքան պատեպատ չէի տա։ Լավ մի խոսքով այս թեման արի անցնենք, հիշում նեղվային անում եմ։ Լսի էլա մի բան հարցնեմ։ Ասա։ Դու հոպարիտ ինչ ես պատմել են օրվա թեմայի հետ կապված։ Ինչ թեմա, ռեստորանի։ Չէ, ինձ դանակահարելու։ Ոչ մի բան ախպեր ինչի։ Նոր մեր տանն էր։ Ձեր տուն ինչ էր եկել։ Ասաց իմացել եմ, որ դանակահարել են, եկել եմ իմանամ ինչ է եղել։ Ես էլ ասացի աղջկա թեմա է, անցած գնացած պատմությունը։ Ախպերս չգիտեմ որտեղից է իմացել ու հաստատ ինձնից չէ։ Բայց իմ համար էլ մի այլ տիպի տարօրինակ, թե ինչ է եկել ձեր տուն։ Դե հիմա եկել է, խնդիր չի։ Ասացի զանգեմ քեզ ասեմ ինչ եմ ասել, որ նույն բանն էլ դու ասես։ Վովս էլ սպասի հեսա կզանգեմ, հա։ Այ լավ։ Բայց ինչ է։ Ես ինչ եմ հավատս, լավ չեմ նրա ջուր բեր շուտանա։ Քեզ ինչ եղավ։ Հա, խոսա։ Լավ չեմ հանգիստ։ Բայց ես քեզ չէի բերել։ Լավո։ Ապա։ Այ ապրի արևը ցավը տանեմ։ Ինչ է պատահել։ Ես Լեոս տանը չի։ Տղա, ինչ է պատահել, ինչ ես այսպես շնչակտուր։ Հաջան, ցավը տանեմ։ Ուր ես։ Ձեր տանն եմ, ավելի ճիշտ մեր տանն եմ։
Մանանաս մի հատ թռի մի հատ էլ ջուր բեր արագ։ Ավո, ինչ է եղել, ավո։ Հայ ձեր ցավատանը։ Ավտոն քշում էի։ Եկել սկսեց սիրտս ծակծկել։ Բանի տեղ չդրեցի։ Եկել տեսա այս կոկորտը սուրում է։ Սկսում եմ խեղդվել։ Մարմինս թուլանում, աչքերից եմ սևանում։ Ոսոց այս գիտակցությունս կորցնեմ։ Լավ այս կողմերում էի։ Մի անգամից քշեցի տուն եկա։ Շտապ օգնություն կանչեմ։ Չէ։ Լավ է, հենա, Լեոյից տեսա հեսա կդզվեմ։ Ինչ կա, Սիմպոս, ոնց ես։ Մի տեսակ ես, հո բան չի եղել։ Եղել է։ Ինչ։ Ինչի էր գնացել Վովենց տուն։ Վայ, մարևավո, մենակ քո մեռնելու օրը չգիտես։ Հենց էլ գիտեի է։ Մի անգամից զանգելու ու խաբար տա։ Հարասա մեծ տղա ես, բերանդ մի քիչ փակ պայելի։ Ավո նորից եմ կրկնում, ինչի էր գնացել։ Հələ դու ես խոսում։ Հələ ես քո վրա հետո եմ ջղայնանալու։ Չես ամաչում։ Հոպարիցը թաքուն ես պահում։ Էդ ինչ ա եղել, էդ ինչերի մեջ եք ընկել, Վովային են դանակով խփել, ես ինչ էր եղել ու ես տեղյակ չեմ, հա։ Բայց ինչի պետք է տեղյակ լինես, չեմ հասկանում։ Հա Դավո ջան, ես ինչ ես ասում, այդ ցավը տանեմ։ Ես է խառնված հələ գնացել եմ այդ տղմոտ, ասում եմ Վովա ջան, ինչ ա եղել։ Հատ հասկանանք ինչ ա կատարվում։ Ինձ ֆրացել ասում է անցած գնացած թեմա է, քեզ ինչ։ Ուզում ես ասես դրա համար էիր հասել այնտեղ։ Բա չէ, կարոտից մեռնում էի, դրա համար եմ գնացել։ Գիտեմ, որ ինձ ոչ մի բան չես պատում, ասի մի հատ հասկանամ ինչ ա եղել, Հունանի մատը խառն, հա։ Դրան շատ չկա, էդի սպասում մի բանի կամ քեզ տանի փագել տա, կամ է գլուխդ ուտի։ Հունանը ինչ կապ ունի այդ պատմության հետ։ Հայ պապա, այդ ցավը տանեմ։ Ինչի դու այդքան միամիտ ես։ Այդ իր աղջկան Լեոյիցս հեռու է ապահում, որ երեխուս գլուխը հեշտ ուտի։ Դրանից ամենից սпасելի է։ Էդի ամեն վայրկյան սպասում է, որ Լեոյից վնաս տա։ Չեք հասկանում։ Այս մանան ինչ երևույթ է։ Մի ժամա ջուր եմ ուզել չի բերում։ Ինչ որ մեկը հասկանում է, ինչ է խոսում։ Հա ցավը տանեմ, այսքան ասում եմ, չեք հասկանում։ Չեք հասկանում ինչ եմ ուզում ասեմ։ Ես Հունանին 5 մատից պես ճանաչում եմ։ Էնի հիմա նստած պլանա գծում, որ ոնց անի, ինչ անի, Լեոյից վնասի։ Այս տղու գլուխը ուտի։ Դրա համար հելա գնացի հասա Վովայից տուն, Վովայի հետ խոսա, որ հասկանամ ինչ ա եղել։ Լեոն ինձանից թաքցնում է։ Իմ աղբոր տղեն է, չէ, բայց ինձանից թաքցնում է, բան չի պատմում։ Դավ, ցավը տանեմ, որ մի րոպեով դուրս գաս, սաղ կբացատրեմ։ Այ հեր, այն օրը որ Լեոին խմաստուն բերեցի։ Այդ օրվանից խելքի չեմ գալի, մեջքս չի դզվում։ Ես աչքից գնամ տոկերի։ Դավ, դու սարի։ Սա ոնց որ մի բան գիտի, հա։ Անկապ դուրս է տալիս էլի պապի։ Ինչ պիտի իմանա։ Դավ ջան, ցավը տանեմ, հոպարը տերեկվա երեխեն չի։ Ես որ մի բան ասում եմ, գիտեմ ինչ եմ ասում, ես շատ լավ գիտեմ։ Ես Հունանին վաղուց վանից եմ ճանաչում։ Էնի հիմա նստած ինչ որ բան է պլանավորում Լեոյից դեմ։ Կոնկրետ ինչ։ Շատ վատ բան, որ համ ինձից համ Լեոյիցս վրեժ լուծի։ Ես նրան լավ եմ ճանաչում, դու ինձ հավատա, ցավը տանեմ, ինչ ասում եմ ձեր համար եմ ասում։ Նա շատ է փորձել ինձ վնասի, իմ գլխին ինչ ասես դնի, բայց չի ստացվել, հասկանում ես։ Ջոգելա չի ստացվել, հիմա էլ թեքվել է Լեոյիս կողմ։ Հա, բայց ինչ պետք է անի։ Որ ասեմ ճակատը պաչի կհավատաս, վատ բան անի, հա, ցավը տանը, շատ վատ բան անի։ Նրանից ամեն ինչ սпасելի է։ Խի չեք ինձ հավատում, խեք ինձ թերագնահատում, հոպարը տեմ, ինչ ասում եմ, լսեք, կողքը սեղեք, հավատացեք, մեջքների տնես կանգնեմ, Հունանը վախենա 2 կիլոմետրից ձեզ մոտենա։ Մեզ խմի արագ։ Ես շտապ գնում եմ թատրոն շուտ հետ կգամ։ Ավտոն տամ ավտոյով գնա, ցավը տանեմ, ես չեմ կարող, էլի քեզ տանեմ։ Ես եմ ֆոտով գնալու։ Դու սոված չես։ Չէ։ Օ, դե ես մոռացել էի, որ դու շեյխ ես։ Դու մենակ ռեստորաններում ես, չէ՞ հաց ուտում։ Ահա ջանատ կպի գործերի դելի։ Լսի, գործ ասեցիր, հիշեցի։ Ես ու Դավիթը որոշել ենք նոր բիզնես սկսենք։ Ինչ բիզնես։
Դե այնտեղ որ համ հաց կթխվի, համ էլ տորթեր։ Դե տորթերը ես կանեմ, հացերն էլ Դավիթը։ Հետո Լսի, որոշել ենք բանկից փող վերցնենք իմ անունով։ Դե քանի որ պապայինք շատ են իմ անունով գործարքներ արել, դրա համար իմ վարկային պատմությունը այն որ իդեալական է։ Նարը ջան շատ չէ շտապում։ Սար, բայց ի՞նչն եմ շտապում։ Դու Դավիթի կինը չես։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Հա, բայց ինչ վատ բան կա իմ ասածի մեջ։ Շտապում ես Նար ջան, հետա վատ բան է։ Նոր եք նշանվել, դու արդեն վարկեր ես ուզում վերցնես քո անունով։ Սպասելի պապան գա կքննարկենք։ Ընդհանրապես ուզում ենք գործ սկսեինք։ Իսկ Դավոն համաձայն է, որ քո անունով վարկեր վերցնեք ու դնեք գործի մեջ։ Դե սկզբում այդքան էր իր սրտով չէր, բայց հետո համաձայնվեց։ Ոդելով սորիկ ինչ ես պատմություն սարքում։ Պատմություն չեմ սարքում, քուրս։ Էլ եմ ասում, թող պապային կան, կքննարկենք։ Մի հատ դուրսարի հասկանանք այս ճամպրուկները ինչ են կանում, ստեղ գցած չմելա։ Ես բանկում եմ հիմա աշխատակիցներին ասեցի կան տանեն, երևի գործով են եկել մոռացել են։ Մոռանալը որ նա չեմ հասկանում։ Դու դուրս գալուց չես տեսա։ Ունամ, տեսա, ասեցի արագ հեռացնեն։ Հիմա զբաղված եմ, գործարք եմ անում, համբերի ավարտեմ զանգեմ։ Ես գնում եմ Լեային տեսնել։ Անենց արես զիբիլը ստեղ չմելա։ Լեային տեսնես։ Գործարք ես անում, զբաղված ես, գործի տեղի։ Ես քեզ հետ շատ կարևոր բան ունեմ խոսելու։ Դրա համար եմ եկել։ Պապի, եթե իմ ու Լեոյի մասին է։ Լեոյի մասին է։ Նստեք, պապի ջան։ Իմ գալու նպատակը քեզ հետ զրուցելն է։ Ուզում եմ առանց վախերի, առանց հուզմունքի, ինձ ասես, ինչ է կատարվում։ Պապի, ես Լեոյին արդեն ասել եմ։ Ինձ էլ ասա, ինչ կլինի։ Եթե Լեոյից բաժանվել ես, վախենալով, որ հայրդ Լեոյին կվնասի, ես պիտի իմանամ։ Չէ։ Ուղղակի էլ չեմ սիրում։ Չեմ ուզում հավատալ, որ դու Լեոյի հետ ընդամենը ժամանակ է իրան զգացնում։ Դու այդ մարդը չես։ Ես հասկացա, որ մենք տարբեր աշխարհներում ենք ապրում։ Ու ապագա չունենք։
Երբ հասկացար։ Հորդ գալուց 5 րոպե հետո։ Հա։ Ինչ այդ ամեն ինչ նորմալ էր։ Ես քեզ էլ եմ ճանաչում։ Արդեն հորդ էլ։ Եթե Լեոին վտանգ է սպառնում, ես պիտի իմանամ։ Ոչ մի վտանգ չկա։ Հանգիստ եղեք։ Այսինքն, դու ուզում ես, որ ես հավատամ, որ դու Լեոյի հետ երբեք անկեղծ չես եղել ու հարմար առիթ էիր փնտրում նրանից բաժանվելու համար։ Հա։ Ես երեք չեմ ծնվել, ու ապրածս կյանքը ինձ թույլ է տալիս մտածելու, որ ես պատմության մեջ ինչ-որ բան, ինչ։ Որոշումը քոնն է։ Արա ինչպես կուզես։ Բայց իմացիր, դու դրանով Լեոյին մեծ ցավ ես պատճառում։ Դու գիտես քեզ ինչքան եմ սիրում, որ երբեք չեմ ուզենա, որ ոտքդ քարին դիպչի, բայց ուզում եմ դու հասկանաս, որ չեմ ուզում, որ Լեոյի ոտքն էլ քարին դիպչի։ Նորից եմ հարցնում քեզ, եթե Լեոյին վտանգ է սպառնում, ինձ ասա, ու էլ երբեք քեզ չեմ անհանգստացնի։ Մենք տարբեր իրականությունների մեջ ենք ապրում։ Ու մենք չենք կարող իրար հետ կապ ունենանք։ Ես այնքան չեմ սիրում, որ գնամ այդ զողողությանը։ Ուրեմն ներիր ինձ, ես քո հարցում սխալվել եմ։ Ներիր ինձ, որ նաև խանգարեցի քեզ։